Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական։ Սկսենք թողարկումը պաշտոնական լրահոսից։ Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Ուղերձում մասնավորապես ասվում է. Հարգելի վարչապետ, թույլ տվեք անձամբ իմ եւ Չեխիայի Հանրապետության անունից անկեղծորեն շնորհավորել ձեզ վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունների արդյունքը հստակ վկայում է այն վստահության մասին, որ ձեր երկրի քաղաքացիները ունեն ձեր նկատմամբ։ Ես ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը եւ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալեց եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը կարելի է համարել հաջողված եւ ուղեկցված դրական միջազգային արձագանքով։ Վստահ եմ, որ ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները, կշարունակի բարգավաճել եւ պահպանել իր արևմտամետ ուղղությունը։ Մեր երկրների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել, հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի եւ մի շարք ոլորտներում, մասնավորապես առևտրի, տրանսպորտի եւ պաշտպանական արդյունաբերության մեջ սերտ համագործակցության վրա։ Ես մեծապես գնահատում եմ այս գործընկերությունը եւ անհամբեր սպասում եմ մեր ապագա անձնական համագործակցությանը թե երկկողմ, թե միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, քաջ առողջություն եւ մեծ ուժ ձեր պահանջախնդիր եւ պատասխանատու պարտականությունների կատարման գործում։ Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցության նոր ծրագիր ընդունեց ջերմատնային տնտեսություններով զբաղվող շահառուների համար։ Նախագիծն ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 18-ի նիստում։ Նախագծի զեկուցող Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնելով ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու հարցը, նշեց, որ նախագծի քննարկումը պայմանավորված է Հայաստանում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով տնտեսվարողներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու անհրաժեշտությամբ։ Նախագծի մշակումը եւ իհարկե ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար Ռոսիխոզնազորի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնություն տրամադրելու անհրաժեշտությամբ ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր եւ 91.5 հեկտար տարածքով ջերմատնային տնտեսություններ են հիմնվել կամ հիմնվում, դրանցից 34.5 հեկտարը արդեն իսկ հիմնվել է եւ այս տարի արտադրանք է թողարկել։ Նախագծով առաջարկվում է, որ այս 34.5 հեկտարի համար ծրագրի շրջանակում այդ ջերմատնային շահառուների համար հուլիսի ուրեմն մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրականացված մոնիտորինգի արդյունքներով, եթե ջերմատունը կառուցվել է եւ 26 թվականի ընթացքում իրականացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրել, վաճառել է, վարկի մարման համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով եւ սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի եւ տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար։ Շարունակելով ջերմատնային տնտեսություններով զբաղվող շահառուների համար աջակցության նոր ծրագրի թեման, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին, եւ այն ապրանքները, որոնք ստանդարտներին համապատասխանում են, միանշանակ, շարունակաբար եւ աներկբա ստանալու են աջակցություն, որպեսզի նրանք նույն տեմպով շարունակեն աշխատանքը։ Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ ընթացիկ իրավիճակում մեր տնտեսությունը ադապտացիայի բավականին լավ տեմպեր է ցույց տալիս եւ մենք ուզում ենք այս եւ նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել եւ նաեւ մենք շարունակում ենք մոնիտորինգը, որովհետեւ հիմա ըստ էության ինչ ենք ասում մենք այս ծրագրի շահառուներին, որովհետեւ հիմնական լարվածությունները, որ կարող են այս շրջանում լինել, կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ։ Մենք հիմա գործնականում կառավարությունը ասում է հետեւյալը, որ հարգելի տնտեսվարողներ առաջիկա 6 ամիսների ընթացքում կամ 6 ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել, գնացեք հանգիստ այն նոր շուկաների հնարավորությունները, որ մենք ձեզ համար բացել ենք,
Գնացեք հանգիստ այդտեղ նոր շուկաներին հարմարվեք եւ սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով։ Ես կարծում եմ սա լավ եւ փայլուն հնարավորություն է մեր տնտեսության համար, բայց նաեւ ուզում եմ ասել, որ մենք շարունակում ենք տեսնել, թե այլ որտեղ ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել բոլոր այն դեպքերում, երբ որ մենք կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի։ Կառավարությունը հավանության արժանացրեց հաշվանդամություն ունեցող եւ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության նոր ծրագրի ներդրմանը, որի մեկնարկը կտրվի 2027 թվականի հունվարի 1-ից։ Նախագծի զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում նշեց, որ առաջարկվում է առաջին կամ երկրորդ խմբի հաշվանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալ խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց եւ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության համար նոր ծրագիր։ Առաջարկում ենք աջակցություն տրամադրել այն գործատուներին, բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինները, այսինքն պետական մարմինների, որոնք առնվազն 3-ից 6 ամսով ժամկետով աշխատանքային պայմանագրեր կկնքեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կամ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ, ընդ որում կարող են կնքվել նաև մասնակի աշխատաժամանակով պայմանագրեր, այսինքն կես դրույթ կամ 1 դրույթից պակաս չափով պայմանագրեր։ Ուրեմն առաջի 3 ամիսների համար առաջարկում ենք եկամտային հարկի փոխհատուցում 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 25000 դրամը, 4-ից 6 ամիսների համար, այսինքն երբ որ կշարունակվի եւ ըստ էության ավելի կայուն կդառնա այդ աշխատանքային հարաբերությունը 100%-ի չափով եկամտային հարկի, բայց ոչ ավել 50000 դրամը եւ եթե այդ աշխատանքային հարաբերությունները ավելի կայուն կլինեն, այսինքն 1 տարին կլռանա, 1 տարվա ավարտին նաև 100,000 դրամի չափով միանվագ աջակցություն գործատուին, համակարգը առաջարկում ենք, այսինքն ծրագիրը առաջարկում ենք սկսել 2027 թվականի հունվարի 1-ից, որովհետև նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացնենք, այդ թվում թվային հարթակների միջոցով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովեցնող է համարում այն փաստը, որ 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործերով մեղադրյալներից որևէ մեկը չի կրել ազատազրկման պատիժ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ ընտրակաշառք բաժանելու քրեական գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է։ Ընտրակաշառքով գործեր են, քրեական գործեր են նախատեսված, հարուցված, եւ ես էլի ինձ համար շատ վրդովեցուցիչ փաստ է, որ օրինակ 21 թվականից հետո ընտրակաշառքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկը այս պայդրության բանտում չի, իսկ բանտել չեն էլ նստել։ Ես ասում եմ, որ բոլորը պետքա մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին։ Չի կարող այդպիսի բան լինել, եւ մենք նախորդող շրջանին էլ պետք է անդրադառնանք, ինչի է տենց եղել։ Պետք է ի վերջո մենք չենք էլ հետաքրքրվել միջև այս պահը այդ թեմայով, բայց հիմա դա արդեն քաղաքական հարց է։ Պետք է հասկանանք ով, ում, ինչի համար, ինչա գործը կարճել, ինչ հիմնավորումներով են այդ գործերը կարճվել, ինչի ազատազրկման չեն դատապարտվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են։ Հարցին, թե արդյոք դրանք լեգիտիմ չեն ընդդիմադիր քաղաքական ուժերի արձանագրած արդյունքների մասով, Փաշինյանը նշեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կամքը արտահայտելու հնարավորություն է ունեցել։ Մենք ընտրությունների արդյունքներից չենք դժգոհ։ Մենք դժգոհ ենք, որ մեր պետությունը դեռ այնքան չի հասունացել, որ հնարավորություն է տալիս այդքան ընտրակաշառքներ բաժանելու։ Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ընտրությունների արդյունքները, մասնավորապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են, անխոցելիորեն եւ ընտրությունների արդյունքներն էլ առնվազն այս մասով արտահայտում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությանը ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման գործընթաց սկսելու մասին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը անդրադարձել է այս հարցին եւ նաեւ խոսել է թրիփի մասին, հայտարարելով, որ Երևանն ու Վաշինգտոնը տրամադրված են արագ առաջ շարժվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ միջազգային բարգավաճման նախագծի կյանքի կոչման ուղղությամբ։ Ձեր նշած համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբում վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Այսինքն այդ ուժերը համախմբվելու ինչ է, այդ ուժերը նույն ուժն են, նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող, այսինքն դա այդ ինչ նորություն է, ակնհայտ փաստ է դա։ Ինչ վերաբերվում է թրիփին, վերջերս, եթե չեմ սխալվում, նաև Միացյալ Նահանգներում որոշում կայացեց, ինչ եմ ասում, որովհետև քարոզչության արձակուրդում լինելու բերումով ինչ որ բաներ գուցե բաց եմ թողել կամ այդքան էլ դիպուկ չեմ հասկացել, բայց Միացյալ Նահանգները արդեն ֆինանսավորման վերաբերյալ առնվազն նախնական որոշում են կայացրել եւ ֆոնդ են ստեղծել, որով պետքա ֆինանսավորեն թրիփ նախագիծը այդ թվում եւ տարածաշրջանային մյուս նախագծերը, ընդ որում մեծ ֆոնդ էր հատկացված, հիմա թիվը չասեմ սխալվելու համար, չսխալվելու համար, բայց մեծ ֆոնդի հատկացումը արդեն արվել, իսկ մնացած մասով էլ Հայաստանի Հանրապետությունը ինչ պարտավորություններ ունի, բնականաբար կկատարի։ Հիմա արագ, այսինքն թուղթը ստորագրվեց, հիմա վավերացման փուլն է, բայց ֆորմալություններին մենք պետքա չսպասենք, մենք պետքա հնարավորինս արագ գնանք առաջ եւ դա է եւ մեր եւ Միացյալ Նահանգների տրամադրությունն ու տրամադրվածությունը։ Եվ քանզի խոսեցինք ուժեղ Հայաստան կուսակցությունից, ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ բարոյական առումով ամենաանբարոյական կազմակերպված ընտրությունները։ Այս մասին մի քանի խմբագիրների տված հարցազրույցում նշեց ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Անդրադառնալով մանդատները վերցնելու կամ չվերցնելու խնդրին, ուժեղ Հայաստանի ղեկավարն ասաց. «Մենք ուզում ենք բաց, թափանցիկ շփվենք ժողովրդի հետ, բացատրենք վերցնելու պլյուսներն էլ, մինուսներն էլ եւ հասկանանք վերցնելով ենք մենք կարողանում շուտ հեռացնենք Փաշինյանին իր պաշտոնից, թե չվերցնելով»։ Կարապետյանը նաև նշեց, որ բոլոր ընդդիմադիր ուժերով հանրահավաք է նախապատրաստվում։ Ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ, ամենաբարոյական կողմից անբարոյական կազմակերպված ընտրությունները եւ մեր ժողովուրդը կարելի ասել հերթական անգամ ինձ թվում է դեռ ժամանակավոր, բայց կրեց պարտություն, քանի որ այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետք է կազմակերպել ընտրությունները, ամբողջությամբ տապալեցին նախընտրական պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին ընտրության օրը կազմակերպված պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին հաշվարկը։ Բոլորս տեսանք, որ առաջի անգամ աշխարհում հաշվարկի ժամանակ կանգնեցրեցին հաշվարկի պրոցեսը, այն էլ մի քանի ժամով, դա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկը արել են ամբողջությամբ իրենց օգտին։ Շուտով մենք միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ես ցանկանում եմ կոչենք ուժեղ եւ վստահելի հանրահավաք, քանի որ միայն այդ դեպքում մենք կկարողանանք ռեալ մեր ժողովրդի աջակցությունը ստանալ այդ հանրահավաքին։ Եվ տեղափոխվենք ազգային ժողով։ 2025-ին ունեցել ենք բավականին բարձր արդյունքներ, 2 տրիլիոն 725 միլիարդ դրամի հարկային եկամուտներ եւ տուրքեր, որոնք 14%-ով ավելի են 2024 թվականից, գերազանցում են ծրագիրը եւ ճշտված ծրագիրը, գերազանցում են այն կանխատեսումները, որոնք արվել են 2025 թվականին։ Այդ մասին ազգային ժողովի ՊԵԿ-ի 2025 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասաց ՊԵԿ նախագահ
Էդուարդ Հակոբյանը։ Այս ցուցանիշի համար ՊԵԿ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր հարկ վճարողներին պետության հանդեպ պատրաստակամության, կարգապահության եւ հոգատարության համար։ Առաջինը նախ խոսեմ հարկային եկամուտներից, ունեցանք բավական մեծ բարձր արդյունքներ, 2 տրիլիոն 725 միլիարդ հարկային եկամուտներ եւ տուրքեր, որոնք 14%-ով ավել են 24 թվականից, գերազանցում են ծրագիրը եւ ճշտված ծրագիրը եւ գերազանցում են այն կանխատեսումները, որոնք որ արվել են 2025 թվականին, եւ այս տեսանկյունից ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր հարկ վճարողներին իրենց նման պատրաստակամության, կարգապահության եւ հոգատարության համար մեր պետության հանդեպ։ Ունեցանք ուրեմն հարկային մասով 14.5% աճ, մաքսային մարմնի մասով 11.6% աճ, եւ եթե տնտեսության հետ համեմատականներ անցկացնենք, խոսքը հարկեր հնարածությունի մասին է, ապա այստեղ ունեցանք էական 0.7%-ային կետով աճ հարկեր հնայի հասնելով շուրջ 24%-ի եւ մյուս ցուցանիշը, որով մեր հասարակությունը հասկանում է, թե ինչքան ծախս է կատարում պետական եկամուտների կոմիտեի գործառույթների վրա, դա ծախսը արդյունավետության ցուցանիշն է, որը պարբերաբար ես հնչեցնում եմ, խոսքը 100 դրամ հարկի դիմաց վճարվող միջոցներն են հասարակության կողմից, ունեցել են 24 թվականին 1.1%, հիմա 0.9%, այսինքն յուրաքանչյուր 100 դրամ հարկի դիմաց հասարակությունը ծախսում է հարկային եւ մաքսային վարչարության վրա 0.9 դրամ, եւ սա, եթե օրինակ 18 թվականից համեմատենք, կրկնակի նվազում է գրանցվել այս ցուցանիշի վերջին այդ տարիների ընթացքում։ Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարում են փակված։ Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստի ավարտին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիստի ավարտին հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։ Դահլիճում ներկա էին միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները։ Հիշեցնենք, որ ընդդիմությունը Ազգային ժողովի հունիսի 16-ին մեկնարկած քարոզիային չի մասնակցել։ Հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարում եմ փակված։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ գլխավոր համաժողովի շրջանակում մասնակցել է հարկային վարչությունների ուժեղացում, հարկային համապատասխանության մարտահրավերների հաղթահարման նպատակով արհեստական բանականության եւ վարքագծային վերլուծությունների կիրառմամբ խորագրով քննարկումներին։ Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև Հայաստանի Հանրապետության ՊԵԿ-ի փորձը հարկային վարչարարությունում արհեստական բանականության գործիքների կիրառման ուղղությամբ։ Գլխավոր համաժողովի շրջանակում կայացել է նաև երկկողմ հանդիպում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի եւ հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության գործադիր քարտուղարի միջև։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի անդամակցության շրջանակում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացման ուղղությունները եւ հնարավորությունները, ընդգծելով եվրոպական չափանիշներին համապատասխան հարկային համակարգի ձևավորման անհրաժեշտությունը։ Հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Մոնիկա Ջումայի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ ՄԱԿ թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում եւ դրան ընդառաջ համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարների վերաբերյալ։
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է սենատոր Ուրուգվայի սենատորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Բլանկա Ռոդրիգեսի հետ։ Զրուցակիցները անդրադարձել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին առնչվող մի շարք հարցերի։ Եվ միջազգային լրահոսին ընթառաջ։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը այսօր հայտարարել է, որ խզում է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ բոլոր կապերը, մեղադրելով նրան Իսրայելի նկատմամբ անարդար վերաբերմունքի համար։ Այս մասին Սաարը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Կայա Կալասը որոշ ժամանակ է մոլուցքով և անարդար է վարվում Իսրայելի պետության նկատմամբ։ Վերջերս հրապարակվեց, որ Մեքսիկա կատարած այցի ժամանակ նա համեմատել է Իսրայելը Հարավային Աֆրիկայում գոյություն ունեցող ռասիստական ռեժիմի հետ, նշել է նա գրառման մեջ։ Սաարը երախտագիտություն է հայտնել Եվրոպայի ընտրված ներկայացուցիչներին, որոնք դատապարտել են Կալասի հայտարարությունը։ Ի պատասխան Կայա Կալասը նշել է, որ բարձր է գնահատում երկխոսությունը Իսրայելի հետ և պատրաստ է շարունակել այդ ոգով հարգալից և կառուցողական։ Միջազգային այլ թեմաների ծանոթացեք տեսաշարով։ ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքյանը ստորագրել են պատերազմի ավարտին ուղղված նախնական փաստաթուղթը, որն անմիջապես ուժի մեջ է մտել։ ԱՄՆ նախագահը փոխըմբռնման հուշագիրը ստորագրել է Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հյուրընկալած պետական ընթրիքի ժամանակ։ Թրամփը նշել է, որ համաձայնագիրը կկանխի տնտեսական աղետը։ Այդուհանդերձ նա նախազգուշացրել է, որ եթե վերջնական համաձայնագիր չկնքվի, ապա ԱՄՆ-ն կռմբակոծի Իրանը։ Թեհրանը հաստատել է, որ Փեզեշքյանը նույնպես ստորագրել է փաստաթուղթը։ Այս հայտարարություններից հետո նավթի գները նվազել են։ Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, Հորմուզի նեղուցի վերաբացում, Իրանի վերակառուցման 300 միլիարդ դոլարի ծրագիր և Իրանի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցների վերացում։ Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է քննարկվի հուշագրի ստորագրմանը հաջորդող 60 օրվա բանակցությունների ընթացքում։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնության դեպքում։ Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Հորմուզի նեղուցով անցման համար ծառայության տուրքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է փոխըմբռնման հուշագրում, ասել է նա, հավելելով, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնա մինչ պատերազմյան վիճակին։ Ենթադրվում է, որ Իրանը կսկսի նավերից վճար գանձել նեղուցով անցման համար ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60 օրվա ժամանակահատվածի ավարտից հետո։ Ղալիբաֆը նաև նշել է, որ Լիբանանը բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իտալիայի իր գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը և շեշտել համաձայնագրով ստեղծված խաղաղությունն ամրապնդելու հնարավորությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլի անցկացման հարցը դեռևս քննարկվում է։ Շվեյցարիայի կառավարությունն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին կհանդիպեն Բյուրգենշտոկում նախնական բանակցությունների համար։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին կհայտնի պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին։ Նա նաև նշել է, որ դաշինքը պետք է հետևի կոշտ գծին։ Այս մասին Հեքսեթն ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Նա նաև ընդգծել է պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտությունը։ Հեքսեթը հավելել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռազմական դաշինք, որը հետևում է կոշտ գծին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին իր աշխատանքի համար։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն պետք է առաջատար դեր խաղա Եվրոպայի պաշտպանության գործում սովորական զինատեսակներով։
Եվրոպայում ԱՄՆ զորքերի թվաքանակի կրճատումը կսկսվի անհապաղ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Հարկավոր է հստակ հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ուժերի կազմաձևումը պլանավորման գործիք է։ Նրանք մի փոքր կկրճատեն իրենց մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերի կազմաձևում Եվրոպայում, հայտարարել է Ռյուտեն լրագրողներին Դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։ Ռյուտեն նշել է, որ իրականում եթե պատերազմ սկսվի եւ 5-րդ հոդվածը գործարկվի, ապա ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, ներառյալ ԱՄՆ-ն, կանեն հնարավոր առավելագույնը համոզված լինելու համար, որ ՆԱՏՕ-ն կկարողանա պատերազմել։ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները շարունակում են ռմբակոծել Լիբանանի հարավային շրջանները։ Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 58 մարդ։ Մարտի 2-ից մինչև հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 3884-ի, վիրավորներինը 11856-ի, նշված է Լիբանանի առողջապահության նախարարության հունիսի 18-ի հայտարարությունում։ Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին ներկայում իրենց հարվածները կենտրոնացնում են Նաբատիե քաղաքի եւ նրա շրջակայքի, ինչպես նաեւ Իգլիմ ատ-Թուֆահ շրջանի վրա, որտեղ գործում են Հեզբոլահի աշխարհազորայինները։ Փրկարարական խմբերը շարունակում են մաքրել ավերակները մի քանի շրջաններում, զոհերի թիվը կարող է աճել։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը որսացել եւ ոչնչացրել են 555 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի 17 շրջաններում, ինչպես նաեւ Ղրիմում եւ Ազովի ծովի երկնքում։ ԱԹՍ-ների զանգվածային հարվածների է ենթարկվել Մոսկվան։ Սա դարձել է 2 տարվա ընթացքում ուկրաինական անօդաչուների ամենախոշոր հարձակումը Մոսկվայի վրա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող արդեն 194 անօդաչու։ Նրա խոսքով Մոսկվայի Կապոտնիայի շրջանի նավթավերամշակման գործարանում բռնկվել է հրդեհ։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Սադովոդ առևտրի կենտրոնի տարածքում։ Ռոստովի նահանգապետն էլ հայտնել է, որ հունիսի 18-ի գիշերը Կամենսկ-Շախտինսկի քաղաքում եւ Ռոստովի մարզի 5 շրջաններում մոտ 60 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Գուկովո քաղաքում 1 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ Շարունակենք թողարկումը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ապրիլյան քարորյա պատերազմին առնչվող գործերով առաջին վճիռը։ Մի այդ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն ի թիվս այլնի, Եվրոպական դատարանն արձանագրել է Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը։ Ադրբեջանը ըստ վճռի պարտավորվում է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։ Միեդի վճռում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ապրիլյան քարորյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը դարանակալել են հայկական զինուժի զինծառայողներին, վիրավորել նրանց, հետո գլխատել եւ պղծել նրանց մարմինները։ Հայաստանն այս գործով ներգրավված է որպես երրորդ կողմ, ըստ դատարանի ընթացակարգերի։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը շարունակաբար հերքում է իր մեղավորությունը նմանօրինակ ծանր հանցագործություններին, բայց հենց ադրբեջանական լրատվական ալիքների նյութերը, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ներկայացրել են իրենց արարքները, կարևոր նշանակություն են ունեցել վճռի իրականացման գործում։ Ուժեղ Հայաստան Դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դավիթ Ղազինյանին 2 ամսով կալանավորելու հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ Դավիթ Ղազինյանը հունիսի 17-ին ձերբակալվել էր ընտրակաշարք տալու նախապատրաստության մեղադրանքով, իսկ մինչև այդ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։ Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ներգրավված են փրկարար ծառայության 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր։ Օգտագործվում են նաև նավակներ եւ այլ տեխնիկական միջոցներ։ Նշենք նաև, որ Փամբակ գետի Վանաձորով անցնող հատվածից հեռացրել են 7-ամյա աղջնակի մահվան պատճառ դարձած խողովակը, որը ստացել էր մահաբեր անվան
անվանումը։ Հիշեցնենք, հունիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Երեխաները քույրեր էին։ Հունիսի 17-ին հայտնաբերվել էր քույրերից մեկի 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության առավել տաք շրջաններում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա։ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի 36-ից 37 աստիճանի, Երևանում մինչև 35, իսկ Սյունիքի Հովտային գոտում մինչև 36 աստիճանի։ Հայաստանի հիդրոօթերոթաբանական ծառայության կանխատեսումների համաձայն հունիսի 18-ից 20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով, պայմանավորված հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։ Չնայած ընդհանուր տաքացմանը երկրի հյուսիսային շրջաններում գիշերային և երեկոյան ժամերին կպահպանվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Ըստ կանխատեսումների հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի։ Այս թողարկման համար թերևս այսքանը, իսկ դուք բաց չթողնեք update վերլուծականը անմիջապես թողարկումից հետո։ Հաջողություն։